Վերջին օրերին քննարկումների թեմա է դարձել Լոռու մարզի Ամրակից գյուղում գտնվող Սուրբ Նիկոլայոս սքանչելագործ եկեղեցու պատմական հուշարձանի վերականգնման աշխատանքները։ Մի շարք մասնագետներ եւ ոլորտով հետաքրքրվող քաղաքացիներ սոցիալական ցանցերում մտահոգություն են հայտնել, նշելով, որ վերականգնումից հետո եկեղեցին զգալիորեն փոխվել է եւ կորցրել իր նախկին տեսքը։ Արևելագետ Դավիթ Վարդազարյանը, ով երկար տարիներ զբաղվում է մշակութային ժառանգության պահպանության հարցերով, ընդգծում է, որ խնդիրը միայն տվյալ հուշարձանը չէ, այլ ընդհանրապես հուշարձանների վերականգնման գործընթացում կիրառվող մոտեցումները։ Հետազոտողի խոսքով ոլորտում շատ գիտնականներ չեն բարձրաձայնում խնդիրները, քանի որ աշխատում են պետական կառույցներում։ Շատերը նախընտրում են չխոսել, հատկապես հաստիքային գիտնականները։ Ես անկախ հետազոտող եմ, որևէ կառույցից չեմ վարձատրվում եւ որևէ տեղից կախվածություն չունեմ։ Դրա համար էլ վեր եմ հանում նման խնդիրները, նշում է նա, պատմելով, որ մի քանի օր առաջ տեսնելով վերականգնված եկեղեցու լուսանկարները շոկի է ենթարկվել, քանի որ հուշարձանն անճանաչելիորեն փոխված է եղել։ Մի քանի օր առաջ տեսնում եմ, որ այդ նույն անվանումով լրիվ ուրիշ տեսքով հուշարձան է, ոչ այն տեսքով, որ մենք բոլորս սովորենք։ Եվ ինչպես մի շարք հուշարձանների դեպքում ահազանգել եմ, նաև պատկան մարմիններն եմ ահազանգել հրապարակային հասնելուց առաջ։ Գրեցի դրա մասին, որտեղ դրանով եմ զբաղվում, դրանով եմ հետաքրքրվում, գրեցի, որ այսպիսի վիճակ է։ Նրա խոսքով նույնիսկ ոլորտին լավ ծանոթ մարդիկ սկզբում չեն հավատացել, որ նույն հուշարձանն է։ Շատերը գրում էին հնարավոր չէ, սա նույն եկեղեցին չէ, բայց ես մինչև հրապարակելը ճշտել էի, համոզվելու համար, որ խոսքը հենց այդ հուշարձանի մասին է, նշում է մեր զրուցակիցը։ Բաց աղբյուրների համաձայն եկեղեցու վերականգնման նախագիծը մշակվել է պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն ՊՕԱԿ-ի տնօրեն Խաչիկ Հարությունյանի թիմը պետության պատվերով։ Հետազոտողի խոսքով իր հրապարակումից հետո արձագանքել է նաև Խաչիկ Հարությունյանը, քննադատելով իրեն։ Այն կարգի այլափոխված, այստեղ ռեստավրացիայի մասին խոսք չի կարող լինի, որ անճանաչելի էր։ Նույնիսկ ասենք ոլորտին այդ հուշարձանին ծանոթ մարդկանց համար։ Դե անմիջապես պարոն Հարությունյանը արձագանքեց այդ պատմամշակութային ժառանգություն կազմակերպության ղեկավարը, իհարկե, ինչպես նախկինում էլ ինձ հետ եղել է, մշակույթի նախարարությունը, ոլորտի հաստիքային գիտնականները, այսպես միանգամից ասում են, դե դու մասնագետ չես, մի խոսի, ինքը նաև սկսել էր այդպես նսեմացնելու եւ տանակելու գործընթաց, այդ ամեն ինչը սկրինշոթերով։ Սկսեցին ասել, թե ես մասնագետ չեմ եւ չպետք է խոսեմ։ Նույնիսկ ծաղրական մեկնաբանություններ կային, պատմում է նա։ Փոխանակ պատասխանեն բարձրացված հարցերին սկսում են ասել. դու մասնագետ չես, մի խոսիր։ Սա ցավոք հաճախ հանդիպող վերաբերմունք է, նշում է Դավիթ Վարդազարյանը։ Շատ բուտ սրամտության դրսևորումներով երևի Ժաննա Անդրեասյանի շկոլայի տենց ազդեցությունն է։ Այդպես ինչ-որ ինքը որոշեց այդպես արձագանքի, այնտեղ կան նաև ահավոր ծառահատումներ, այդ հուշարձանի տարածքում այս օրերին տեսնում ենք Երևանում ինչ էկոցի դա կատարվում, այդ նույն բլոկով տարբեր գիդեր նաև դրա մասին են գրել, բայց ծառերը խեք հատել բան։ Վերջինս ընդգծում է մի կարևոր հարց ևս. արդյոք վերականգնման ընթացքում խորհրդակցություններ եղել են համապատասխան մասնագետների հետ։ Քանի որ դա նաև ռուսական մշակույթի կամ ուղղափառ մշակույթի ասեմ, կոնֆեսիայի հավատի բանը հուշարձանը, շատ հետաքրքիր է, արդյոք իրանք որևէ մասնագետների հետ խորհրդակցել են այդ ոլորտի, որտեղ մենք գիտենք, չէ՞, ասենք Էջմիածնի ռեստավրացիայի ժամանակ Իտալիայից կարծեմ մասնագետներ կան եւ այլն։ Վարդազարյանի խոսքով նախագծի հեղինակները հայտարարել են, որ պատրաստվում են կազմակերպել հանրային քննարկում բոլոր հետաքրքրվողների եւ մասնագետների համար, ներկայացնելու վերականգնման ընթացքը։ Սակայն հետազոտողը թերահավատորեն է վերաբերվում դրան, մատնանշելով հայոց ցեղասպանության հուշահամալիրի օրինակը։ Հասմիկ Մովսիսյան, Օրագիր Նյուզ։